Հաղորդման հովանավորն է Aeroflex վերականգնողական կենտրոնը։ Բարև հարգելի հեռուստադիտող, եթերում առողջություն եւ գեղեցկությունն է եւ հաղորդման շրջանակներում այսօր խոսելու ենք մեր օրգանիզմի տարբեր հատվածներում տեղակայված ցավերի մասին։ Հաճախ ունենում ենք գանգատներ, ցավեր եւ չենք հասկանում ինչից են դրանք, որովհետեւ կարող են դրանք լինել նաեւ տեղափոխվող, տեղակայումը փոխող ցավեր եւ դրանք ունեն շատ պարզ իհարկե մեթոդներ, առօրյայում առանց խորը բժշկական հետազոտություն անցնելու եւ այլն։ Այդ պատճառով էլ մենք այս ֆոնի վրա փորձում ենք ներկայացնել, թե ինչպես են առհասարակ մեր օրգանիզմում արկա ցավերին վերաբերվում Aeroflex վերականգնողական կենտրոնում։ Այստեղ, ինչպես գիտեք, միշտ այլընտրանքային մեթոդներ են առաջարկում, որոնք ավելի հեշտ են, թեթև են եւ ձեր առօրյան պարզապես կարող են վերածել ավելի հանգիստ եւ կոմֆորտ այսպես միջավայրի։ Ես զրուցելու եմ եկել Aeroflex վերականգնողական կենտրոնի հիմնադիր տնօրեն Արմինե Գրիգորյանի հետ։ Բարև ձեզ, Արմինե։ Բարև ձեզ։ Եվ այսպես հաճախ մեզ կարող են անհանգստացնել տարբեր տեղակայում ունեցող ցավեր, դրանք կարող են տեղակայումը արագ փոխել օրվա ընթացքում, մենք ինքներս էլ չհասկանանք, թե ինչից են այդ ցավերը, ինչ կասեք այս առնչությամբ։ Ընդհանրապես ցավը, եթե բնորոշենք, ինչպես ասում է համաշխարհային առողջապահական կազմակերպությունը, դա մեր օրգանիզմի պաշտպանական մեխանիզմ է, որը արտահայտվում է տարբեր զգացող մեր ազդակներով, այո, մեր շեմն էլ տարբեր է, տարբեր մարդկանց մոտ այդ ցավի զգացողությունը տարբեր իրավիճակներում նույնպես կարող է տարբեր լինել։ Ընդհանրապես կա ֆիզիկական ցավ, կա հոգեկան ցավ ասվածը, հա, եւ կա խորացված քրոնիկական մնացորդային ցավ, բուտ ցավ եւ իհարկե սուր ցավ։ Սուր ցավը անմիջապես ազդակին ի պատասխան է առաջանում կամ միանգամից կարող է ծակող, հա, սուր ձևով արտահայտվող գլխացավի ձևով, սրտի շրջանում ցավի ձևով եւ ցավի մեր զգացող, հա, ռեցեպտորները դրանք կարող են արտահայտված լինել տարբեր ձևերով, այսինքն կամ մաշկային ցավի կամ խորքային օրգաններից եկող ռեցեպտորներից եկող ազդակներով եւ պետք է հասկանալ ցավի պատճառը եւ մեխանիզմները, ինչպես է օրգանիզմը փորձում պաշտպանվել, դա հարվածի է, այրվածքի է, թե մաշկային, հա, ինչ որ ախտահարման հետևանքով առաջացող ցավ է։ Ես ուղղակի ուզում եմ մի փոքր ներկայացնել, թե ընդհանրապես ինչ տիպի ցավեր են լինում, ինչպես գոնե մոտավորապես մարդը հասկանա տարանջատի, այո, եւ փորձի ինչ մասնագետի դիմել, ինչպես առաջին օգնություն ցույց տալ կամ իրեն կամ դիմացինին, եթե նման իրավիճակում է հայտնվում։ Ասեմ, որ ամենաշատ հանդիպող ցավերը հիմա դրանք գլխացավերը, հոդացավերն են, ինչպես նաև որոնք քրոնիկ են լինում, ինչպես նաև տեղակայված ներքին օրգանների պրոյեկցիաներով, դա կարող է լինել ինչպես լյարդի, հա, աղիքային շրջանում, ներքին օրգանների շրջանում, սրտի, ողնաշարի։ Ես ուզում եմ ուղղակի բացատրել, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հենց այդ նշաններին եւ միանգամից դիմել մասնագետների, որպեսզի ավելի մանրամասնորեն հասկանանք հետազոտեն եւ գտնեն առաջացման տեղակայումը եւ պատճառը։ Ուրեմն եթե ցավը չի առաջացել անմիջապես հարվածից կամ մեխանիկական որևէ վնասվածքից, հա, բնականաբար դժվար է ախտահարման հիմքը հասկանալ։ Գլխացավերի պատճառներ եւ տեսակներ կարող են լինել ամենատարբեր։ Կանանց մոտ հատկապես գիտեք ինչքան հայտնի է միգրենը, հա, գլխացավերի քրոնիկ պրիստուպային նոպայաձև, երբ ամսվա մեջ կարող է բավականին երկար ժամանակ չլինել գլխացավ եւ հանկարծ 3-4 օր կամ 5 օր նոպայի նման որ լրիվ ուղղակի օրգանիզմը թուլացնում է։ Կարող է լինել լարվածության գլխացավ, երբ դուք երկար նստած եք մի դիրքով, ուսագոտի, պարանոցային հատվածի լարվածությամբ, սպազմային, խոսում եք գլխացավերից, այո, գլխացավեր կարող են առաջանալ սպազմով պարանոցային հատվածից, դա այսինքն գալիս է ողնաշարային, նյարդային վերջույթների սեղմումների հետևանքով։ Օստեոխոնդրոզն էլ հետը զուգահեռ, այո, եւ ես ուզում եմ նշել, որ ցավը կարող է կապված լինել մի քանի սիմպտոմի, մի քանի պատճառի հետ, ոչ թե կոնկրետ միայն մի խնդրից է գալիս։
Կարող են գլխացավերը լինել ճակատային մասով, աչքով, հա, դրանք նևրալգիաների, նյարդի բորբոքումների հետևանք կարող են լինել, ինչպես նաև ավելի բարդ ձևերով գլխացավը կարող է արտահայտվել որպես ի պատասխան ներքին թունավորումների, արյան, լիմֆայի, հա, ավշային համակարգի մեջ տոքսինների կուտակման, հատկապես էկոլոգիայից, սննդից, մանրէներից ներթափանցած ծանր մետաղների նստվածքները, որոնք տալիս են սպազմեր ուղեղի բջիջներին կամ առաջացնում են նևրոզային տիպի երևույթներ, արդեն ավելի քրոնիկ ձևով պահպանվող։ Եթե գլխացավերը գրեթե առավոտյան արթնացակ կա, երեկոյան կա, օրվա մեջ կա, հա, նոպայաձև, անպայման պետք է ուշադրություն դարձնել եւ հետազոտել արյան շրջանառությունը դեպի գլխուղեղ, ծայրամասեր, պետք է հետազոտել նյութափոխանակությունը, ճնշումը զուգահեռ սպազմերին։ Ինչպես նաև բնականաբար, եթե բացառվում է որևէ նորագոյացության առկայությունը, որովհետև հիմնականում ցավային սուր երևույթներ գիտեք որքան է կապված գոյացությունների, ուռուցքների, օնկոլոգիայի դեպքերում։ Այդ դեպքում իհարկե միայն մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտմամբ կարելի է դա բացահայտել։ Իսկ եթե բացառված են այդ մեթոդները, առաջին հերթին պետք է նայել հենց արյան շրջանառության ֆիզիոլոգիական ֆունկցիոնալ խանգարումները։ Դա առաջին հերթին, այո։ Դա առաջին հերթին։ Ձեզ մոտ կա այդպիսի ախտորոշիչ մեթոդ, որը հնարավորություն է տալիս հենց ձեր կենտրոնում ախտորոշել այդ տարբեր տեղակայում ունեցող ցավերի պատճառը, հասկանալ դա։ Այո, այս դեպքում մի քիչ ավելի համալիր մոտեցում է պետք ցույց տալ։ Մի սարքավորումը հնարավորություն կարող է չտալ բազմապրոֆիլային հասկանալու, որ հատվածում ինչն է պատճառը։ Մենք ունենք ընդհանուր ռեոգրաֆիկ հետազոտում, հենց արյան շրջանառության, հոդային, օստեոխոնդրոզային, սպազմային վիճակները, նյարդային գրգռված ֆոնը, սպազմերը ախտորոշելու համար ռեոգրաֆիան հոյակապ մեթոդ է հասկանալու անցավ սրտի ծակոցները, հա, նույնիսկ տեղակայումները, եթե անհասկանալի է դա սրտից եկող խնդիր է, թե նևրոզային, հա, կամ վեգետոանոթային դիստոնիայի հետևանքով սպազմային վիճակ։ Իսկ այդ ամենը շատ հեշտությամբ կարելի է ռեոգրաֆիկ հետազոտությամբ հասկանալ։ Ինքը այն սրտամկանի ուժն է որոշում, թոքային ծավալը, մկանների արյան շրջանառությունը, ողնաշարային բորբոքային պրոցեսներ, հոդային, թուլացած աճառային սկավառակների բարձրության իջեցումներ։ Այսինքն ինչի շնորհիվ է սարքը այդքան բազմապրոֆիլ հետազոտություն ցույց տալիս։ Սարքը ընդհանրապես գիտական հետազոտումների համար է, կարելի ասել ժամանակակից կիբեռնետիկ բժշկության մեթոդներից մեկն է համարվում եւ հնարավորություն է տալիս սովորական կարդիոգրամայի տիպի ուղղակի էլեկտրոդային տեղակայմամբ, ոչ ինվազիվ, այսինքն չենք ծակում, արյուն չենք վերցնում, բայց ամբողջ ֆունկցիոնալ ռիթմերը, պիկերը մեր էլեկտրոկարդիոգրամայի տիպի սարք է, բայց ավելի խորացված, որովհետեւ թոքային եւ արյան շրջանառության ռիթմերն ու պիկերն էլ հետն է գրանցում։ Ինչպես նաեւ սարքը ունի իմպեդանսոմետրիա, կոչվում է դա մարմնակազմական անալիզ, ընդհանուր ճարպերի, մկանային հյուսվածքի, հեղուկ միջավայրերի քանակն է հետազոտում։ Հարաբերակցությունը, այո, ճիշտ ցույց է տալիս։ Քանակներով, միլիլիտրերով ցույց է տալիս հեղուկի ավելցուկը կամ ընդհակառակը անբավարարությունը ձեր օրգանիզմում։ Մի խոսքով բավականին ինֆորմատիվ ծրագիր, որը շատ հաճախ մենք կիրառում ենք հենց մեր մեթոդների ծրագիրը սկսելուց առաջ եւ հետո համեմատականը շատ հեշտ է։ Ես ասեմ նաեւ, որ մենք իրականացրել ենք փորձ Մոսկվայի եւ եվրոպական պսիխոթերապևտների ասոցիացիայի հետ մեկտեղ եւ հետաքրքիր ծրագիր էր, երբ ֆիզիոլոգիական ֆունկցիաների խախտումները, այսինքն նույն ցավի զգացողությունը, սպազմերը, տախեկարդիկ վիճակ, սրտխփոցներ եւ այլը հոգեբանական լարված վիճակում է, չէ՞, մարդու մոտ արտահայտվում։ Այո, իհարկե։ Եվ սարքով կատարում էինք հետազոտում, մինչև սեանսները մեր շնչառական մարզումներն էին կիրառում, հոգեբանական, հենց թերապևտները իրենց մեթոդն էին կիրառում եւ համեմատում էինք հենց պրոցեդուրաների ընթացքում։ Եվ տեսնում էինք, թե ինչքան հեշտ է այդ տատանումները գրանցել հենց անգամ մեկօրյա կամ մի քանի ժամյա սեանսների ընթացքում։ Բնականաբար, եթե լիարժեք բուժում է անհրաժեշտ, մոտավորապես 20-օրյա ծրագիր է նշանակվում, որի ընթացքում պարբերաբար հսկողության տակ է պահվում հենց այս մոնիտորինգի շնորհիվ, այս սարքի օգնությամբ։ Ցավային տեղակայումը, բացի, ասեցի, մկանային, ողնաշարային, հոդային տիպերը, հա, ծայրամասային եւ գլխուղեղային կարող է արտահայտված լինել ներքին օրգանների շրջանում, որը գրեթե
ճիշտ կողմնորոշվել անհնար է լինում։ Օրինակ, այդ ձեր նկարագրած փախչող տիպի ցավերը, երբ սկզբում նկատում ենք բութ ցավ աջ կողային հատվածում, հա, լյարդի շրջանում դեպի ենթաստամոքսային գեզ կամ աղիքային հատվածներում։ Բայց դա կարող է ամենևին էլ լյարդը չլինել, այո։ Այո։ Ահա այս դեպքերում լյարդը սովորաբար չի ցավում։ Լյարդը միայն եթե հյուսվածքը իր չափերով սկսում է մեծանալ, կարող է ճնշող զգացողություն առաջացնել։ Նույնը ցավային ռեցեպտորներ շատ քիչ են տեղակայված մեր աղիների պատերին եւ ցավոք ցավ չենք զգում։ Միայն եթե մեխանիկորեն օրինակ պարազիտը խոշոր ճիճվային հարուցիչը կպել է իր ծծիչներով, քաշում է, այդ տեղը կարող եք զգալ որպես վերք, կարող եք զգալ որպես կտրող, հա, այնպիսի կամ ամենաշատ տարածված խնդիրը, որ հիմա մենք հանդիպում ենք, դա վքնածության գազերի հետևանքով, երբ ճնշում է գործադրում, հա, աղի պատը տոնուսը թուլանում է եւ լարվածություն է ստեղծում, որից կարող է կամ ցավը ճնշել դեպի ներքին օրգաններ, աճուկային շրջան, կամ դեպի ստամոքս, դեպի սրտամկան, կամ դեպի ողնաշար գոտկային հատված։ Այսինքն այստեղ մենք գործ ունենք կրկին պարազիտների հետ, այո, ցավի տեղակայումը հենց դրա հետևանքը կարող է լինել։ Մոտավորապես 80-90% դեպքերում կան մանրեներ։ Եթե լուրջ օրգանի ախտահարում չկա, այստեղ արդեն գործ ինֆեկցիոն բնույթի պետք է լինի, իսկ ինֆեկցիաները պարազիտներից կամ սնկեր են, կամ բակտերիաներ, կամ խոշոր։ Եվ շատ հաճախ դրանք զուգահեռ են լինում։ Երբ դիմում են ողնաշարային ցավերով, հատկապես փքվածության, որովայնային ճարպաշերտ ունեցող մարդկանց մոտ միշտ գոտկային շրջանում ողնաշարի ցավեր է նկատվում։ Եվ երբ հետազոտում ես, պարտադիր ունենում են վքնածության, աղիքային նյութափոխանակության խանգարման, հա, ներծծման պրոցեսների խախտումներ։ Եվ միշտ տեսնում ես, որ կա բողոք, կամ փորձկապության, կամ վքնածության, կամ մարդը տարիներով միշտ 3-4 օրը մեկ է աղիները գործում եւ բողոքում է սուր հոդացավերից, պոլիարտրիտներից, աղային կուտակումներից։ Ամենևին չֆիքսվելով կարևոր հիմնախնդրի վրա։ Բայց իմ առաջին հարցը ինչպես է ձեր նյութափոխանակությունը, ինչպես են գործում աղիները։ Շատերը նույնիսկ չեն իմ հարցին ասում են նորմալ, հետո սկսում ես մանրանալ, վքնածություն կա, մարսողության ինչ-որ խնդիր կամ քանի օրը մեկ է գլուք, ասում են գործում են 3-4 օր մեջ, բայց ինչ ցավ չեն պատճառում։ Այսինքն իմ նշածը, որ կարող է անգամ աղիքային որևէ ցավային սիմպտոմ չարտահայտվել, բայց ցավը տեղակայվի նյութափոխանակության մնացորդների կուտակումներով, այո, շատ հաճախ տոքսինները, աղերը կուտակվում են նաև մեր ճարպաշերտերում։ Ճարպը նույնպես պաշտպանական տեղ է, որպեսզի օրգանիզմում հոդերում ցավ չլինի, կարող եք առաջին հերթին ճարպը կուտակել իր մեջ տոքսիններ, այդ աղերը, որպեսզի մնա ու չվնասի կարևոր օրգաններին։ Այո։ Եվ այդ դեպքում նույնպես այս հետազոտումը մեզ կարողանում է օգնել, որպեսզի հասկանանք, կա արդյոք ճարպաշերտում տոքսիկացիոն ֆոն, կա արդյոք հոդերում արդեն աղային կուտակումներ, թե ոչ։ Այնպես որ եթե հեռուստադիտողը հետևում է մեր հաղորդաշարին եւ այն մարդիկ, ովքեր զուգադիպել է եւ իսկապես զգում են տարբեր տեղակայման ցավեր, տարբեր ժամերի ի հայտ եկող եւ բարբերաբար կրկնվող ոչ թե խոսքը մեկ անգամյա կամ արհեստական իհարկե վնասվածքների մասին է, կարող են դիմել ձեր կենտրոն եւ այդ մեթոդի կիրառմամբ հենց ախտորոշել թե ինչից է իրականում այդ ցավը, որը տարբեր տեղակայում ունի։ Ես կխնդրեի նաեւ ներկայացնել ձեր գնային քաղաքականությունը այս առումով։ Ընդհանրապես ռեոգրաֆիան այդքան ինֆորմատիվ ծրագիր լինելով բավականին մատչելի է, եւ անցավ, շատ արագ, ըստ տևողությունը որքան է ախտորոշման։ 15-20 րոպե, ըստ որում ես տեստավորում եմ կատարում, արդյոք թթվածնի հոսքը, այս կամ այն պրեպարատը կարելի է օգտագործել եւ անմիջապես զգալ, կամ նույնը ասեցի հոգեբանական ինչ-որ սեանս անելուց հետո նույնպես ստուգել, հասկանալ ինչպես է հիվանդը իր պատասխան ռեակցիան տալիս բուժման այս կամ այն մեթոդին։ Եվ ռեոգրաֆիկ հետազոտումը այժմ 12000 դրամի փոխարեն 20% զեղչով է տրամադրվում, 10000 դրամի սահմանում, ըստ որում հետագա հետազոտումը բուժման ընթացքում մեկակցիա կտրվածքով արվում է անվճար։ Հրաշալի հնարավորություն մեր հեռուստադիտողների համար, շնորհակալություն, հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք գանգատվում եք տարբեր ժամերի բարբերաբար կրկնվող կամ տարբեր տեղակայում ունեցող ցավերից եւ չեք հասկանում թե որն է դրանց պատճառը, իհարկե խոսքը շատ լուրջ դեպքերի մասին չէ, երբ ձեզ հայտնի է այդ ցավի պատճառը, կարող եք այցելել Aeroflex վերականգնողական կենտրոն, այս օրերին մինչև հունվար ամսվա վերջ գործում են հետտոնական զեղչեր, կենտրոնը ձեզ հնարավորություն է տալիս իսկապես շատ լրջությամբ զբաղվելու ձեր առողջությամբ, հետաքրքիր ախտորոշման մեթոդներ, հետաքրքիր նորամուծություններ այստեղ սպասում են ձեզ։ Մենք կհանդիպենք վաղը, առողջ եղեք։ Հաղորդման հովանավորն է Aeroflex վերականգնողական կենտրոնը։